Տիկին Թանդիլյանի առողջության վիճակի վատ տարածման հետ կապված մենք էլ ենք ցանկանում, որ հնարավորինս շուտ դադարեցվի, սակայն չենք մոռանում, որ այս հացադուլի խնդրանք ուղղված է Ռուբեն Վարդանյանին, ով հացադուլ է անում արդեն 18-19 օր է եւ ակնհայտ է, որ պարոն Վարդանի առողջական վիճակը շատ ավելի վատ է, քան Երևանը որևիցե մեկի հաշվի առնելով, որ այդ հացադուլը իրականացվում է Բաքվի բանտում եւ մենք նույնիսկ տեղյակ չենք բժշկական որևէ հսկողություն, միջամտություն։ Հետևաբար հույս ունենք, որ պարոն Վարդանյանը առաջիկա օրերին ոչ միայն մեր հորդորը կլսի, այլ նաեւ հենց սկզբունքայնությունը, որ իր պայքարի ճանապարհը միշտ նաեւ մեզ է փոխանցել, այդ սկզբունքով կշարունակի պայքարը, հացադուլից դուրս կգա, որովհետեւ եւ պարոն Վարդանի եւ մեր մյուս գերիների կյանքն ու առողջությունը ամեն ինչից կարևոր է։ Նայեք, Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն են ուզում փակել, դա փաստացի միակ կապն է, որ Հայաստանի եւ գերիների միջև, նաեւ հարազատների միջև, եթե այս Կարմիր խաչը փակվեց Ադրբեջանում, ինչ պիտի արվի, ձեզ Հայաստանն ինչ ունի անելու։ Դե Հայաստանի անելիքների մասին անիմաստ է խոսել, էլի մտածել, որ Հայաստանի Հանրապետությունը ինչ-որ բան խոսքը այս իշխանության մասին է, ինչ-որ բան ունի անելու, անիմաստ է, այստեղ Կարմիր խաչ փակել, չփակել է, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին ընդհանրապես չի մտահոգում, միակ մտահոգությունը իրենց իշխանություն փակել, չփակելն է, թե չէ էլ Ադրբեջանում Կարմիր խաչ են փակում, բայց սա միջազգային հանրության համար կարևոր ազդակ է, որ սրանով Ալիևը ցույց է տալիս, որ թքած ունի միջազգային բոլոր նորմերի, կոնվենցիաների, պարտավորությունների վրա, որտեվ այդ վերլուծություն հաղորդագրությունը որ կար, ինչքան հիշում եմ, ոչ միայն Կարմիր խաչին էր վերաբերում, այլև նաև մի քանի միջազգային կառույցների եւս ՄԱԿ-ի, այսինքն ՄԱԿ-ի անդամ պետությունը խախտում է ՄԱԿ-ի բոլոր պահանջները այս առումով։ Հետաբար միջազգային հանրությունը այս տեսանկյունից անհրաժեշտություն ունի պատժամիջոցների եւ այլ լեզվով խոսել Ալիևի հետ, եւ որովհետեւ մենք տեսնում ենք, որ այն կոնչերի խումբը, որ այս վերջի տարիներին 20 թվականից սկսած Ադրբեջանի դեմ կա, որևէ արդյունք չի տալիս, այսինքն եւ գերիներ եւ Հայաստանի սուվերեն տարածքի բռնազավթում, Արցախի շրջափակում, էթնիկ զտում, այդ բոլորը ուղեկցվեցին միայն կոչերով, միայն սպառնալիքներով եւ պատժամիջոցներով հնարավոր Ադրբեջանում ինչ-որ բան փոխել։ Այո, ցավոք Կարմիր խաչի բացակայությունը ավելի կվատթարացնի ինֆորմացիայի ստացումը, որովհետեւ տեսնում ենք, որ մասնավորապես վերջի շրջանում գերիների նկատմամբ այն վերաբերմունքը, որը կա ավելի է վատանում, դա նաև պայմանավորված է նրանում, որ ի պատիվ մեր գերիների այն սցենարը, որ Ալիևը նախատեսում էր այս շոուն, ինչ որ կազմակերպում էր, մեր գերիները իրենց ցուցմունքներով, իրենց խոսքերով բարձր են պահում Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերը, քանի որ ակնհայտ է, որ այն մեղադրանքները որ կան, դրանք ոչ թե այդ անձերին են ուղղված, դրանք ուղղված են Հայաստանի Հանրապետությանը, որովհետև եթե ուշադիր լինենք, այնտեղ ոչ թե անձերի գործողությունների մասին է, մեծ մասը վերաբերվում է Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ ճակերտավոր հանցագործություն է եւ ակնհայտ է, որ սա Ալիևյան սցենարի մեջ չի մտնում, ինչի հետևանքով ճնշումները ավելի են շատանալու գերիների նկատմամբ։ Ստեղծված իրավիճակում կներես, ստեղծված իրավիճակում ինչ պետք է անի Հայաստանի իշխանությունը, ինչ քայլեր, օրինակ Ռուբեն Վարդանի փաստաբանը մի շարք առաջարկներով էր հանդես եկել։ Ձեր կարծիքով ինչ ճանապարհներ կա, որ կարելի էր անել այս իրավիճակում։ Բան ունի անելու իշխանությունից հեռանա օր առաջ, որովհետև ես կարող եմ ասել տեսականորեն ինչ պետք է անի, բայց դա չպետք է վերաբերվի Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմին, Նիկոլ Փաշինյանի ակնկալել ինչ-որ բան անել անմտություն է, մենք դրանով չենք զբաղվում եւ ցանկություն էլ չունենք ինքներս մեզ ինքնախապեյությամբ զբաղվել եւ նաեւ հանրությանը կամ լրագրողներին այդ թեզը տարածել։ Փաստաբանի ներկայացված առաջարկները իհարկե շատ կարեւոր են, նաեւ միջազգայինորեն իրավաբանորեն հիմնավորված, բայց ակնհայտ է, որ դրանով պետք է զբաղվի նոր իշխանությունը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի թեզերը ոչնչով չեն տարբերվում ադրբեջանական թեզերից եւ այդտեղ ինչ-որ մտածել վայ մի օր Նիկոլ Փաշինյանը որոշի զբաղվել, չէ, նույն տրամաբանությամբ այնտեղ են Ադրբեջանի իշխանությունն էլ է ասում, դե արդար դատավարություն է, մենք խնդիր չունենք, մարդու իրավունքները պաշտպանվում են, այս կողմից է, դե մենք մտահոգված ենք, զբաղվում ենք, բազմից անդրադարձել ենք, ել եմ ասում, այս իշխանությունները
առնվազն միջև իշխանության հեռացումը մի բան ունեն անելու, ձենները կտրեն ու դրանով չվնասեն գերիներին, որովհետև չմոռանանք, որ այս հիմա է այս վերջին մեկ շաբաթում այս հանրային ճնշումը եւ այլն մի քիչ այս իրանց այս լկտի պահվածքը մեղմել է, հա սկսել են մի քիչ մեղահականով վզները ծուր ինչ-որ բաներ են խոսում, դե հա մենք զբաղվում ենք, այս ենք անում, չենք ուզում վնասել, բայց եկեք չմոռանանք 23 թվականից սկսած ինչ լուտանքներ էին թափում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, որ դուք եք մեղավոր, այս արեցիք, նույն Նիկոլ Փաշինյանը Ռուբեն Վարդանին ով էր ուղարկել, որը դարձավ նաև մեղադրանքի եւ ցուցմունք պահանջելու մաս, հետեւաբար այս իշխանությունը ամեն ինչով վնասում են մեր գերիներին, ել չասած, որ երբ մենք բոլորս միջազգային հանրությունից ինչ-որ բան ենք պահանջում, խնդրում, միջազգային հանրությունը երբ որ տեսնում է պաշտոնական Երևանի դիրքորոշումը, դե մի բան ասում է, հենա, եթե ձեր իշխանություններն են այս վարքագիծը որդեգրել, էլ ինչ եք ուզում մեզանից։